Պարոն Ավինյան, նախ կոռուպցիայից, որ խոսում եք, հիմա այդ թեմային անդրադառնամ, նոր իմ հարցերը տամ, 7 տարվա իշխանություն եք, այդ կոռուպցիոն սխեմաները հիմա պիտի բացահայտած լինեիք, գույքի բռնագանձումից եք խոսում վերցրած լինեիք, կոպեկ տայիք ժողովրդին, ոնց որ խոստացել էիք, բայց միջև այս պահի ես նման բան չեմ տեսել, բայց հիմա այդ չեմ մտնի ավելի խոր այդ թեմայի մեջ, անդրադառնանք շատ կարևոր մի հարցի, կարծում եմ բոլորիդ կհետաքրքրի մանկական երկաթուղու ճակատագիրը, ինչպես գիտեք, ապրիլ ամսին տրված վարձակալության պայմանագիրը, որ կոպեկներով տրվել էր 14 դրամով, վերջացել է, խոսում էիք հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ պիտի տակ, ֆլորայից, ֆաունայից էիք խոսում, որ այդ ամենը արձանագրել եք, հիմա ուզում եմ հասկանամ, ինչ ենք անելու, ժամկետը լրացել է, այլ խնդիր չունենք, ինչ ենք անելու այդ երկաթուղի վերականգնելու համար ժամանակակից ատրակցիոններով, նաև խոստացել էիք, որ կառավարության հետ համատեղ որոշել էիք, որ այնտեղ ռեստորաններ, բնակելի էլիտար շենքեր չի լինելու, դա էլ ենք արձանագրել, դա կարևոր է, որ պատասխանեք մեր քաղաքացիների իմանան երբ, ինչ ձևով ենք անելու այդ երկաթուղին վերականգնելու համար, երկրորդը, որ կոռուպցիայից խոսում եք, հիմա անցնենք Թումոյի այգու հետ կապված, Սիմոնյան բարեգործական ընկերությունն է տրվել պայմանագրով անհայտուց 99 տարով, այդ այգին վերջի անգամ երբ եք եղել, պարոն Ավինյան, այն առաջվա նիկապարան տարածք կար այնտեղ, մասնավոր այգու մեջ սեփականաշնորհված տարածքը դա նորմալ է, ձեզ համար ոչ միայն մեկը, այլև էլի կա։ Դա նորմալ է, արդյոք իրավապահ մարմինները անցել են այդ գործերով, ստուգել են, ոնց ա եղել, խի է սեփականացվում, իմ համար կապ չունի, ով է սեփականացնողը, հինա, նորա, արդյոք 7 տարվա մեջ այդ գործը քննել եք, ձեզ հետաքրքրել է այդ ամենը, Թումոյի այգու հետ կապված, որ այգիներում սեփական տարածքներ կան, այն էլ այն այգիներում, որ շատ բնակիչներ առավոտից երեկո հանգստանում են այդ տարածքներում, իսկ հիմա քանդված վիճակում է գտնվում։ Դրանից հետո նաև բյուջեով 24 թվականին Նազարբեկյան ծառուղի կա, մեր պարոն Սարգսյանից առաջ մի թաղապետ էինք, երբ որ ես այդ հարցը բարձրաձայնեցի, ասեցին բանը բանկանենք, բան կլինի, մինչև հիմա այդ բանը բան չի եղել, ոնց հասկանում եմ ծառուղու վերջնամասում 24 թվականի բյուջեով նախատեսված էր, որ պետք է ավարտվի այդ այգին, բայց մինչ այս պահը բյուջեի հաշվետվությունում հանվել էր, հիմա մեկ էլ դա ասեք ինչ էր հանվել, ինչի միջև վերջ չի ավարտվել այդ այգին։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան հարցի համար, իրականում շատ շնորհակալ եմ, որ բարձրաձայնում եք այգիներում սեփականաշնորհված տարբեր կառույցների մասին, որոնք վերջին 3 տարվա ընթացքում բազմաթիվ այգիներից Երևանի քաղաքապետարանը փշրելով ջարդել մաքրել է։ Արել է Օղակաձև այգում, արել է Մերգելյանի այգում, իրականացրել է քաղաքի տարբեր այգիներում, տարբեր հատվածներում, մայթերի վրայից է դա քանդել իրականացրել մաքրումներ։ Եվ շնորհակալ եմ, որ այս հարցը բարձրաձայնում եք, որովհետև հիմնականում երբ գնում ենք սկսում ենք փնտրել թե ում են պատկանում այդ գույքերը, որովհետև մեկը պատահական մարդ չի լինում, հիմնականում լինում են մարդիկ, ովքեր որ այս կամ այն կերպ կապված են եղել նախկին իշխանությունների հետ, ես ձեզ հետ համաձայն եմ, որ Թումոյի այգում 60 հոդվածի հողի վրա որևէ մասնավորեցում, որևէ սեփականացում, դա անօրինականություն է, դա հանցագործություն է։ Մենք քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պայքարում է այդ անօրինության դեմ, ինչպես նաև քաղաքապետարանը իմ քաղաքապետ դառնալուց ի վեր, հələ մի քիչ էլ դրանից առաջ, առհասարակ 60 հոդվածի վրա սեփականության իրավունքի հնարավորությամբ որևէ փաստաթուղթ որևէ մեկին չի տրամադրել։ Այսինքն միակ բանը, որ կարող է տրամադրվել, դա կառուցապատման իրավունքն է, որը ժամանակավոր է եւ ենթադրվում է, որ այդ անշարժ գույքը հետո վերադարձվելու է քաղաքին։ Սա այգիների մասով։ Ինչ վերաբերում է մանկական երկաթուղուն, մանկական երկաթուղու տեղը, պարոն Սարգսյան, առաջարկում ենք կառուցել հյուրանոց։
Քաղաքապետարանը չի ընդունել այդ առաջարկը եւ չի ընդունելու նմանատիպ առաջարկներ։ Այգիների տեղը հյուրանոց, չգիտեմ, Հրազդանի կիրճում տենց բազմաֆունկցիոնալ, չգիտեմ, բիզնես կենտրոն։ Նմանատիպ առաջարկներ Երևանի քաղաքապետարանի համար ընդունելի չեն եւ Երևանի քաղաքապետարանը շատ կոշտ քաղաքականություն է այս մասով վարում եւ Երևանի քաղաքապետարանը կդնի երկփուլ մրցույթի երկաթուղու մանկական երկաթուղու այդ հատվածը։ Երբ որ կստանանք լավ նախագիծ, պարոն Սարգսյան ջան, ձեզ կտեղեկացնենք, դուք եք իմանաք, որ կա երկաթուղու, մանկական երկաթուղու վերակառուցման ծրագիր։ Սա այդ մասով։ Ինչ վերաբերում է բոլոր մնացած էլի այգիների մասով, չգիտեմ, էլի այդ երբ որ ես ուրախ եմ, որ որոշակի ուշադրություն կա այդ առումով, բայց հարգելի գործընկերներ, ասենք մենք իրականում էլի ես չեմ ուզում գլուխ գողամ անընդհատ, բայց ստիպված եմ դա անել, որովհետև կներեք, բայց վերջին 3 տարում է էական գործ արվել այդ այգիներում։ Մերգելյանի այգին ով էր հիշում 35 տարի այդ Պերաշկյանոցներն ու Մսի պասաժները։ Այս հիմա մենք ոնց որ այդ process-ը սկսել ենք, շնորհակալ ենք, որ դուք եք դա բարձրաձայնում։ Արձագանք։ Պարոն Ավինյան, տեսեք, Թումոյի այգու հետ կապված, ասում եք, ճիշտ չի 60 հոդվածի տակ, սեփականությանը դեմ եք, դա ապօրինի է, բայց 7 տարվա մեջ, որ առավոտից իրիկում կոռուպցիա են կանում, բա ինչ որ գործընթաց սկսել, երբևէ կամ դադարի, կամ հետո պարզվի լավ ճիշտ են արել, կամ սխալ են արել, մեղադրանք հնչեցնելով, այս ինչ թվականին սենց ա եղել, ես մեղադրանքներ չեմ հնչեցնում։ Ես ուղղակի ասում եմ, որ երբ որ հարց ենք տալիս, ինչի չեք արել, ասում եք, այս ինչ թվին սենց են արել, օրինակ այս ինչ թվին կարող է մեկը գլուխը պատին ա տվել, որ արել է, հիմա դուք եք ուզում գլուխը պատին տակ, դա մեկ, երկրորդը այգու հետ կապված, անցնենք ավելի կարևոր բաներին։ Այս Նազարբեկյան այգու հետ կապված չպատասխանեցիք, ծառուղու վերջնամասում բյուջեով հատկացում ա եղել, ես դա տեսել եմ 24 թվականին, ինչն ա եղել, պատճառը, որ բյուջեից կամ հանվել ա, որտեվ չկար հաշվետվության մեջ, այդ ծառուղու վերջնամաս ա հենց նշվում։ Եվ այնտեղ, եթե այգիներից ուզում եք խոսել, այդ ծառուղու հետ կապված ես կարող եմ շատ բաներ ցույց տալ, որ մինչ այս պահը չի կատարվել։ Այնտեղ անվտանգության պատկա, Վահագնի թաղամասի քարերով պատնա, որը երեխաները խաղալուց թափվում է։ Ես դա արդեն երկրորդ անգամ եմ ներկայացնում, ինչպես մանկական երկաթուղին, երրորդ անգամ բարձրաձայնում եմ այդ հարցը։ Լավ կլինի այդ հարցին պատասխանեք բյուջեից ինչի է հանվել ծառուղու վերջնամասը ու այնտեղ լուսատուներ, նման բաներ կիսատ է մնացել աշխատանքները։ Մեկ էլ երկաթուղու մասով լավ կլինի, որ ընթացքում թե գործակարգավարական նիստերին այդ մասով եթե բան կա, տեղեկացնեք մեր քաղաքացիների իմանան ինչ գործընթացներ ա լինելու առաջին իսկ քայլերից, որ հասկանան իրենց այգին վերականգնվելու է այնտեղ։ Շատ լավ։ Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ կոռեկտության սահմանները խնդրում եմ պահել, հիմա ես նույն ոճով ձեզ չեմ պատասխանեն ձեր մի ռեպլիկին, բայց ասեմ ինչպիսի տրամաբանությամբ է քաղաքապետարանը առաջնորդվում այս հարցերին մոտենալիս։ Առաջին հերթին քաղաքապետարանը, երբ որ որևէ տեղ իրականացնում է այգիներում, ասենք, քանդման աշխատանքներ, նախ ամբողջապես գույքագրում է այդ ամբողջ այգու պոտենցիալ քանդման ենթակա տարածքները։ Հասկանում է, որ հատվածներն են սեփականաշնորհված։ Տարբեր մեխանիզմներ ա փորձում հասկանալ, թե ինչպես այդ սեփականության իրավունքը կամ չեղարկվի, կամ բանակցվի սեփականատերերի հետ, որպեսզի այդ տարածքում այդ գտնվող շինությունը քանդվի։ Այդ բանակցությունները պայմանավորված են լինում մի տրամաբանությամբ։ Մենք առաջին հերթին անում ենք նախագիծ։ Նվազագույնը ինչ որ մի նախնական կոնցեպտ ենք հաստատում, որով որ սկսում ենք շարժվել։ Այսինքն այդ կոնցեպտը, երբ որ որոշում ենք, ասում ենք, օրինակ, այս այգում պետք է իրականացնենք այն նմանատիպ մի բան, նախագիծ, որը որ այդ այգու հատվածը ավելի բացազատելու է, ավելի կանաչ է դարձնելու, այդտեղ ջրային որոշակի ռեսուրսը ավելացնելու, խաղահարապարակը ավելացվելու, օրինակ Մերգելյանի նույն այգում, կլասիկ օրինակն է դրա։ Այնտեղ կային տարբեր սեփականության իրավունքով բաներ։ Հիմա ամեն մի այգուն, որ մենք ուղակի սենց անկանոն մոտենանք, առանց ծրագրի, առանց նախագծի, մենք էլի կգնանք կանգնենք կոտրված տաշտի առջև։ Հիմա հեսա կասեմ, պարոն վարչական շրջանի ղեկավարը կանրադառնա ձեր հարցին։ Այն մեկ Թումոյի այգում ես համենայն դեպս ծրագիր չեմ
Ծառուղու մասին կանադառնա։ Թումոյի այգում մենք ծրագիր չենք ունեցել։ Երկաթուղու, մանկական երկաթուղու հատվածում քաղաքապետարանը ծրագիր չի ունեցել։ Եղել է ծրագիր, որ առաջարկվել է, քաղաքապետարանը մերժել է, եւ մերժել է, ասեցի, ինչ հիմնավորումներով։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք ունենում ենք ծրագիր, նախագիծ, ինչ որ մի տրամաբանություն, այն նորս գնում ենք այդ բանը, կներեք, այդ տրակտորը միացնում ենք ու սկսում ենք ջարդել ու փշրել, որովհետեւ գիտենք թե ինչ ենք ստանալու վերջում։ Հիմա այդ համատարած է, էլի մեր քաղաքում բոլոր այգիներում այդ խնդիրները կան, որտեղ որ արդեն վերջնական ծրագիրը ունենում ենք, սկսում ենք իրականացնել։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Պարոն քաղաքապետ, 2024 թվականի հաստատված բյուջեով ծառու հետ կապված որևէ ծրագիր չի եղել, որը չի իրականացվել։ Կարող եմ ասել, այս պահին ունենք պատվիրած նախագիծ շների զբոսավայր սարքելու համար, որը նախագիծը փորձակնության փուլում է եւ իր մեջ ներառում է նաեւ շրջակա տարածքի լուսավորությունը, նստանների տեղադրում եւ պատրաստելուց հետո ֆինանսական միջոցների եթե լինի, նա արդեն աշխատանքների կատարում մրցույթ կհայտարարենք։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ 24-ի հաստատված բյուջեում եւ 25-ի հաստատված բյուջեում որևէ բան չկա Նազարբեկյանի ծառուում։ 23-ի տեղակ չեմ։ 23-ին չեմ կարող ասել։ Շատ լավ։ Ֆլորան եւ ֆաունան, պարոն Սարգսյան, որ չստացվի որևէ մի հարցի չանդրադարձանք, դուք կտաք ձեր տվյալները կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Հիմա վերադառնանք մեր ֆլորային եւ ֆաունային, այդ կիսահեգնական տոնով ասված։ Ուրեմն այդ ֆլորան եւ ֆաունան, ուզում եմ հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, Հրազդանի կիրճում իրականացվել է համապարփակ հետազոտություններ ֆլորայի, ֆաունայի, մշակութային հուշարձանների, տարածքում գործող բոլոր օբյեկտների, խնդիրների, փոսերի, ամեն ինչի վերաբերյալ այս հետազոտությունը, որ իրականացվել է նաև համապատասխան քարտեզավորում, եւ այս քարտեզավորման հիմքով մենք այս պայդրությամբ սպասում ենք շրջակա միջավայրի նախարարության օրենքի ընդունմանը, որից հետո Երևանի քաղաքապետարանում ավականին քննարկելու է Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ տալու հարցը, որը լինելու է հենց այս հետազոտության հիման վրա։ Այսինքն այս հետազոտության հիման վրա մենք քննարկելու ենք Հրազդանի կիրճին հատուկ համայնքային պահպանվող, ճիշտ եմ տերմինն ասում, համայնքային պահպանվող լանդշաֆտ, ինչ նոր բառեր եք ավելացրել։ Հավանային դեպս դա ենք քննարկելու։ Այսքանը, Միքայել Խաչատրյան։ Շնորհակալություն, հարգելի